Խաղաղություն ասում է թե պատերազմ։ Ինչ խաղաղություն։ Այդ ինչ խաղաղություն, ամեն ինչ հանձնես։ Դա խաղաղություն է կոչվում։ Ումն է պետք տենց խաղաղություն։ Եկու Սյունիքը կտաս, հետո Իրավան, Գեյչակ ասես։ Այդ եկու խաղաղությունը։ Մեզի պետք չի տենց խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն է ուզում Գյումրին։ Անվտանգ երկիր, որի ղեկավարը պատերազմով չի վախեցնի իր ժողովրդին։ Հաղթողի ծնողները շատ են, պարտվողը որբ է, չէ՞։ Ծնողները, մենք հիմա այդ վիճակում ենք։ Բոլորը կարծես թե մեզանից երես են թեքել։ Մեզի պետք է մարդ, որ կարողանա գոնե, եթե բարձունքներ չենք նվաճում, պայել վիճակ, որ կարողանա հույս հավատ ներշնչել բնակչությանը։ Չթողեն արդագաղթեն երկրից գնան։ Թույլ չտալ, որ Հայաստանը կործանվի, վճռական են տրամադրված գյումրեցիները։ Էլ չեն ուզում, որ իրենց խաբեն։ Ես նախկինին ընտրեցի, որ փոխվի, բայց փաստորեն չփոխվեց։ Հիմա էլի փոխվել եմ ուզում։ Սա չի, ճիշտ Հայաստանը չի։ Հայաստանը կործանման է գնում։ Ես հավատում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է մեզի հանի այս իրավիճակից, որում մեզի այս 8 տարի է գցել են։ Ռոբերտ ժամանակ շատ լավ էր, որ ժողովուրդը ծիծաղում էր։ Թուրքը չէր կարողանում հային դարձ նայել։ Թուրքը սատկում էր հային նայելուց։ Ես եղել եմ Ռուսաստանում, թուրքերը վախենում էին մեզնից շամպես։ Իսկ հիմի Գյումրիում վստահ են, Հայաստանը մեկ անգամ ոտքի կանգնեցրած ղեկավարը միայն կարող է փրկել երկիրը աղետալի վիճակից։ Մեծ հույսեր են կապում գյումրեցիները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մեծ հույսեր են կապում ոչ միայն այսօր, այլ ընդհանրապես։ Միակ ուժն է, որ կարող է Հայաստանը այս իրավիճակից դուրս բերել։ Տեսել ենք տղամարդ ղեկավար, տեսել ենք հաղթանակ։ Ուրախ էի այն պարագայում եւ ունեի հզոր առաջնորդ։ Հզոր առաջնորդ իդեմս Ռոբերտ Քոչարյանի։ Հիմա եւս կապում եմ իմ անվտանգությունը երկրորդ նախագահի հետ, քանի որ լիովին համաձայն եմ այն բոլոր դրույթները, որը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ներկայացված է։ Խելագարության աստիճան հիմա պիտի լինի մարդը, ով այս ղեկը նորից վերցնի իր ձեռքը, հա, որովհետև իսկապես շատ դժվար է լինելու։ Խիզախներ են պետք է ամեն ինչը վերականգնելու համար։ Իսկ պարոն Քոչարյանը այդ խիզախն է, ով պիտի կարողանա թեկուզ մեր օգնությամբ, թեկուզ ժողովրդի օգնությամբ նորից վերագտնել տա հայոց պետականությունը։ Իրոք հայրենիքը շատ ծանր վիճակում է, իմ պատկերացմամբ, դա իմ անձնական կարծիքն է, պետք է կանգնել հայրենիքի կողքը, ընտրել այնպիսի մարդու, որ կարողանա մեզի լուսավոր ապագա խոստանալ։ Հունիսի 7-ին ընտրատեղամաս են գնալու։ Մերժելու են հայի պատիվը գողացած Փաշինյանին, ասում են գյումրեցիները։ Ընտրելու են 17 համարը։ Ընտրելու են Հայաստանը, որ էլի գան գլուխը բարձր քայլելու ժամանակները։ Համոզված են հանրապետության երկրորդ քաղաքում։ Հավատում եմ, որ առաջ մեր հայացքները բարձր էր։ Կասիբոման էին գալի։ Ինքը կարող է մեզի հետի վերադարձնի։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։